З брендом Старчак ми працюємо з 2019 року, і особливістю бренду Старчак є, власне, sustainable підхід, а саме виготовлення одягу в техніці upcycle та артові складові. Ми намагаємось поєднувати усвідомлене споживання з артовим підходом, де ми надаємо концептуальності нашим колекціям. Насправді український бізнес зазнав дуже багато втрат, зокрема і закриттів теж. Ми все ж таки намагаємось працювати і, підбивши якусь статистику, ми розуміємо, що з початку повномасштабки у нас закрились мінус 10 магазинів. Я дуже дякую власне програмі, яка дозволяє нам возити, показувати наші речі на іноземний ринок і якось їх популяризувати. Նորաձևությունը ինձ համար ապրելակերպ է, չգիտեմ, հանգստություն, երբ քո աշխատանքի միջոցով կարողանում ես ամբողջ ներաշխարհդ հանգստացնել։ Եթե նայենք այդ տեսանկյունից, որ հագուստը ստեղծում ենք ինչ-որ մի գործվածք նորից վերամշակելով, դե դա իհարկե ոգևորող է, քանի որ դու գիտակցում ես, որ քո աշխատանքով ոչ մեկին չես վնասում, էկոլոգիային չես վնասում, միայն օգնում ես։ Երևանի նորաձևության շաբաթին մասնակցելը դա մեծ քայլ էր Դարիկոյի համար, տեսնել միանգամից կայացած դիզայներների իրենց հետ բարձրանալ նույն պոդիումը, կարծում եմ մասնագիտական առումով մի փոքր աշխարհայացքը փոխվում է, արդեն ավելի պրոֆեսիոնալ է սկսում մոտենալ գործին, ավելի մեծ է լինում պատասխանատվությունը։ Ցուցադրությունից հետո եղան բավականին առաջարկներ եւ հավաքածուն ներկայացնել այլ երկրներում, նաեւ եղան համագործակցության առաջարկներ։